Գալուս Սահակյանը դուրս կգա քաղաքականությունից, եթե Հայաստանում ընդունվի միասեռականության մասին օրենք։ Պիտի չոտնահարվի ձեր ասած միասեռականների իրավունքները, բայց դա չի նշանակում, որ մեր ուշ ու միտքը պիտի լինի խրախուսել միասեռականությունը։ Գալուս Սահակյանը չի էլ ուզում քննարկել այդպիսի օրենքի ասպարեզ գալու հավանականությունը, դա իրեն խորթ հարց է։ Կլինեն նաև մեր հասարակության մեջ մարդիկ, որոնք ծափ կտան, ես ծափ տվողների մեջ չեմ լինի։ Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը միշտ էլ մերժելու եւ ժխտելու է միասեռականությունը։ Մտքից ծայրով անգամ չի անցնում, որ հանկարծ Հայաստանը կարող է այդպիսի որևէ օրենք ընդունել։ Տիկին Եսայանը վստահեցնում է, այս պահին չկա այդպիսի օրենք ընդունելու պարտադրանք եւ չէր էլ կարող լինել, ինքը համաձայն է, որ միասեռականները նույնպես ունեն իրավունքներ, բայց աստված չանի, եթե մեր մոտ սկսեն օրենքի ուժով քննարկել նրանց իրավունքները։ Կան բաներ, որ իրոք ընդունելի չի, անկեղծորեն ինձ համար ընդունելի չի եղել երբեք եւ չի լինելու երբեք։ Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը անիմաստ է համարում խոսել Հայաստանում միասեռականության օրինագծի շրջանառության մասին։ Մեր ընտրողները կառավարության արչիվ նման օրենքի ընդունման պահանջ չեն դրել, Ֆրանսիայում օրինակ դրել են։ Հոլանդի կառավարությունը նախընտրական փուլում հայտարարել է, որ իշխանության գալու անմիջապես հետո ընդունելու է նման օրենք եւ ընտրողը տվել է իր ձայնը այդ կառավարությանը ակնկալելով նման օրենքի ընդունում։ Պարոն Արզումանյանն ի դեպ տպավորություն չունի, թե Հայաստանը սկսել է արևմտամետ օրենքներ ընդունել ավելի ժողովրդավար Երևանու կամ դառնալու համար։ Ռուսաստանի օրենքներն էլ են ժողովրդավարական։ Օրենքները թերևս վատը չեն, բայց երկուսն էլ կեղծում են այդ օրենքները։ Թե Ռուսաստանում, թե Հայաստանում մարդկանց քաղաքական հայացքների համար բանտերն են նետում։ Մհեր Արշակյանով, Սեփոսեփյան, IPV։